Սրտի տանիքներով հաղորդաշարին հյուրընկալվել էր Տոմա Պետրոսյանը, Star News-ը հետևել է հարցազրույցին։ Խոսելով Արցախի մասին, Տոմա Պետրոսյանը նշել է ամենասարսափելի զգացողությունը, ըստ նրա դա այն գիտակցումն է, երբ հասկանում ես, որ այլևս տուն չես վերադառնալու։ Նրա խոսքով մշտական վախն այն է, որ մտերիմներին կարող է ինչ-որ բան պատահել, եւ այդ զգացողությունը երբեմն ավելի սարսափելի է, քան տագնապի ազդանշանի ձայնը։ Անդրադառնալով կարոտին ու հարցին ինչպես է լրացնում այն, Տոման նշել է. «Բեմը չի բուժում, բայց լավ ցավազրկում է»։ Նրա խոսքով կարոտը լրացնում է ընտանիքի անդամների շնորհիվ, ծնողների, եղբայրների, ինչպես նաև արցախցի ընկերների հետ շփման միջոցով։ Լրացնում եմ նաև բարբառով։ Օրվա ընթացքում երևի 70-80% բարբառով եմ խոսում։ Մենք պետք է պահպանենք մեր բարբառը, դա ինձ համար սկզբունք է։ Լավ է, որ հիշողություններ կան, ես չեմ ուզում ոչինչ մոռանալ, շատ հաճախ տեսնում եմ երազներ, ասել է նա։ Տոմա Պետրոսյանը պատմել է նաև այն պահի մասին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելիս իմացել է, որ այլևս չի վերադառնալու տուն։ Նրա խոսքով հաջորդ օրը կարողացել է ուժ գտնել ու կազմել ցուցակ, ծնողներին խնդրելով իրերից որոշները վերցնել իրենց հետ։ Ինձ համար ամենաթանկը խաղալիքներս էին, մանկությանս հետ կապված իրերը, նվերները, որոնք ինձ հարազատ մարդիկ էին նվիրել, նշել է նա։ Խոսելով անկատար ցանկության մասին, Տոման ասել է. «Կուզենայի բոլոր իրերը փրկել, բայց արդեն պատմությունը իրերի մասին չէ»։ Հաղորդման ընթացքում Տոմա Պետրոսյանն անդրադարձել է նաև ամուսնուն, նշելով, որ նա շատ հուսալի մարդ է և անկախ ամեն ինչից, առաջին հերթին գնահատում է նրա մարդկային տեսակը։ Ինքը չի ընդունում ուշանալը, իսկ ես անընդհատ փորձում եմ համոզել, որ 10 րոպեն ուշանալ չի, դա աղջկական սեթևեթանք է։ Ժպիտով ավելացրել է Տոման։ Ռանդևու հաղորդմանը հյուրընկալվել էր Տոմա Պետրոսյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Տոման իր մասնակցությունն ունի մեր հանրապետության ամենավարկանիշային նախագծերից մեկում՝ Women's Club-ում, որը մատուցում է հումորային ժանր։ Շատերն այսօր մեկնաբանում են, որ հումորը չունի ցենզուրա, կարող է իրենց մատուցած հումորը վնասել հասարակությանը։ Հաղորդումը դուրս է գալիս ժամը 9-ին, երբ բալիկները պետք է քնած լինեն, իրագործառույթը թեթևացնող ժամանցային է, որ մարդ նայի, ոչ մի բանի մասին չմտածի, և եթե ծիծաղեցնում է, ծիծաղի, ի սկզբանե հաղորդումն իր վրա դաստիարակելու ֆունկցիա չի վերցրել։ 2 տարի է ինչ չունենք Արցախ, ինչու եկանք այդ կետին։ Այդ հարցը հաճախ եմ ինձ տալիս ու իրական պատճառը ման չեմ գալիս, ավելի շատ էներգետիկ պատասխաններ եմ փնտրում։ Միգուցե այդքան էլ չէին արժևորում էն, ինչ ունենք, ճիշտ չէինք ապրում, չէինք գնահատում այնպես, ինչպես պետք է գնահատեինք։ Երևի ինչ-որ բան սխալ ենք արել, այդ հարցն անընդհատ ինձ տալիս եմ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն այսօր տեսնում ենք Բաքվի բանտերում։ Արդյոք ովքեր ունեն լսարան չպետք է բարձրաձայնեն խնդիրը։ Իրանք ուղղակի գիտակցում են, որ բարձրաձայնելով շատ բան չի փոխվելու։ Էնքան ենք մենք վստահ մեր անզորության վրա, ցավոք չեմ կարողանում հավատալ դրա էֆեկտիվությանը։ Նշենք, որ երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախում հայաթափում էր տեղի ունենում, այդ բարդ իրավիճակում Տոմա Պետրոսյանը, ում ընտանիքը գտնվում էր Արցախում, հուզիչ գրառում էր արել իր ինստագրամյան էջում։ Ոչ ոք հենց այնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը ինքն իրեն։ Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց։ Ու չասեք պարտություն, դա մերը չի, մերը ուրիշ ա, մերը տեսակ ա։ Լեռնածին, լեռնաշունչ, չդադարող, չհանձնվող, անտառներին մատաղ եղած, գիրկը բաց, հողը գրկած, արմատը սեր դարձած, հայացքն ու գործը մինչև վերջ հարած։ Վերածնվող, ապրող, պայքարող, պարգևող։ Մունք, մեր ցավը տանիմ, ամեն արած, ամեն դիմացած, ամեն պայքարած վերադառնալու է։ Տեսակն է այդպիսին, վերադառնալու է։ Տղերք ջան, Աստված ջան։ Ներկայացնից հետը գալիս եմ տուն, ուրախ, երջանիկ, ապրեք, ուտեմ ձեզ։ Չիկներ, մարտի 8-ին ես ձեզ ցանկանում եմ այսենց արև, որ լվացքը շուտ չորանա։ Ոյ, ինչ լավ էր։ Մեկ ինչ է սերը։ Սերը, էսա։
Երբ առավոտ շուտ ցրտի ինքը քո ավտոն ա խոտ տալիս, իսկ դու ինչ ես անում դու։ Դու պրոստը պատուհանից նայում ես ու կոֆե խմում։ Tom? Ինչ է։ Մնա լավ ֆոտո ան։ Անող, դնող, սևակ աչկերդ քորանը։ Պատին զորոցիկ էլի տվեք երեխեք։ Իմանաք էլի մենակ միկրոֆոնով չի։ Մերնեմ ջանի։ Այսպես բաներ էլ կարամ անեմ։ Հələ ինչ սիրուն ա, հələ ֆրցրա։ Ախ։ Դու հեքիաթ ես, Տոմա, դու մաքրուհի ես, դու սրբուհի ես, դու Իզաուրան ես։ Մի հատ կարաս անցնես։ Տոմա Պետրոսյան, մաքրուհի սրտով, արդարուհի մտքով, քաղցրուհի սրտանց։ Շնորհակալ եմ։ Մակրատից չի խավանում, հա։ Անո Ինչպես տեսնում եք, դիրքս չի փոխվում, փոխվում է միայն վայրը։ Նույնիսկ վայրի իմաստը չի փոխվում, բայց վայրը փոխվում է, այսինքն էլի այերոպորտ է, բայց այս անգամ արդեն Ռոմա։ Ոսետ սիրուն մարդիկ են քնած։ Երբ չխանգարենք Մարսելի ճանապարհը դժվար է երկար դպրոցի պես։ Քիչ մնաց գալիս եմ։ Այլու ժողովուրդ ջան, ես հիմա գտնվում եմ Հռոմում, այսինքն Օյլոպորտում, ու ահավոր գլուխս ցավում է, որովհետև ինքնաթիռում կային վրացիներ, արա այդ իշքան են խոսում, ու ամենաներվայնացնողն է, որ բան չես հասկանում, արա, սեցի ցամպի ցակի ցանցի, հոնցի ցանցի ֆանցի ցանցի, արա թողեք հանգստանանք։